Մուսալերան հերոսամարտը Մասն առաջին 1915 թվական Թուրքը տվել էր դաշան հրաման երկրի երեսից հայերին ջնջել և թանգարանում մեկնամուշ թողնել տեղահան անել, ջարդել, կոտորել քշել անապատ կրակով այրել Այդ հրամանով երկինքներ մատնել, հայերի համար դժոխքներ բացվել, ոսոխի թուրը փայլում էր օդում ու մեծ ու փոքրին քառատում տեղում, այրվում էին հայոց շեները գանգուն, արյան գետերը հոսում էին անում։ Եվ մուսալերցիկ պայքարի ելան, 7 գյուղերով լեռը բարձրացան, 4000 հոգուց կռվի մարտունակ, 600 մարտնի միայն ընդունակ։ Մեծ մասը ծեր էին, կին ու երեխա, ապաստան գտան լեռների վրա։ 150 զենք ու սուր դաշույններ, ծանր կացիններ, պայթուցիկ շշեր, ինքնաշեն ռումբեր ու հրացաններ, գրվելու համար հայը սա ուներ։ Պաշարն էլ սակավ մի հոտ ոչխարի ու մի քանի պարկ միայն ցորենի, սկսվեց ահեղ կատաղի պայքար, թշնամու զարկներ անվերջ անդադար։ Լեռներ մշուշվել ծխից վառոդի ու դարձել կայան մահվան ու կյանքի, զոհված հոր տեղը որդին էր կանգնում, մանկանը գրկած կանայք էին կռվում։ Թշնամու վրա քար էին գլորում, երման կաթսայի ջրերով այրում, երբ որ փամփուշտն էր հանկարծ վերջանում, անզեն ձեռքերով մարտի էին նետվում, իրենց թշնամուն գետնին տապալում։ Հայը դարձել էր շանիկ առյուծի, աչքերի մեջ թույն վրեժ ցասումի, լեռան կատարին ման էր մոլեկնում, թուրքի գրոհից երկինքն էր դողում։ Իսկ մյուս կողմում մեծ կացաներում, հայոց հարիսան երում էր եփվում, ամեն շերեփից հայն ուժեր առնում, ու ջարդարարին ձորը գլորում։ Թշնամին 3 հարձակում գործեց, բայց մուսալերցուն ծնկիչ բերեց, այդ պարտությունից թուրքը գազ ասաց, պաշարեց լեռը, որ մնամ քաղցած, սակայն հենց ինքը շատ զոհեր տվեց և դիակներով ամենուր լցրեց, ու 40 օր, 40 գիշեր, կաչ մուսալերցին կրվեց աներեր։ Շայրից կախել էին փրկության նուր կանչ, ջերմակ կտավին մի մեծ կարմիր խաչ, օգնեք, մերնում ենք վրանին գրել, աչքերը դեպի ծովին էին հարել։ Երբ ֆրանսիական նավը նկատեց, հզոր գիշենը